Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի փափկամսով սոուս։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տավարի փափկամիս, խոզապուխտ, սունկ, բանջարեղեն, կարմիր գինի եւ ընտրյալ հատիկ, համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Սրանք հիմնական բաղադրիչներն էին, պարզե ուրիշ բաղադրիչներ ենք օգտագործելու։ Սկսենք մսից, նախ տեղադրում ենք տախտակը, հանում ենք ինչ մեզ կարող է պետք գալ, դու էլ արի, կմասնակցես խրախճանքին, վերցրել եմ 750 գրամ տավարի փափկամիս, նախ հորիզոնական կտրում ենք մսակտորը, կտրատում ենք շերտերի, հետո ամեն շերտի վրա հռում ենք սննդային թաղանթ, ծեծրում ենք, որպեսզի հյուսվածքները թուլացնենք, այս կերպ մշակում ենք, որ ավելի նրբահամ դառնա տավարի փափկամիսը։ Այս թափանցիկ թասը թող մնա, միսը կտրատում ենք ձողիկների, նույն կերպ մշակում ենք մնացած շերտերը մսի եւ մշակելու ընթացքում, կտրատելու ընթացքում թող կացան, արդեն լինի կրակին, մարմանդ կրակ ապահովենք նրան, ահա, լավ է, 2 ճաշի գթալ հալած յուղ ենք գցում, եւ արագ մշակում ենք մսը։ Անմիջապես տախտակը եւ դանակը փոխում ենք, եւ տապակում ենք մսակտորները։ Մեզ հարկավոր է մսակտորները կարմրացնել, որից հետո վրան կլցնենք եռացրած ջուր եւ արգանակ կեպենք, բայց կարմրելուց հետո համեմելու ենք մսակտորները։ Նախապատրաստենք համեմունքը։ Կառաջարկեմ
Մարանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, մանանեխի սերմ և ծովի աղ բովենք։ Արի մոտ։ Այստեղ ավելացնում ենք ծխահարված, ապխտած կարելի ասել կարմիր պղպեղ, աղացած, Մարանիկ ընկերության ուրց, չոր ուրց, չորացրած ուրց, ևս մեկ անգամ տրորենք և ստացանք ընդհանուր համեմունք, որով կհամեմենք և միսը, որը ավելի ուշ կօգնի մեզ ստանալ արգանակ և մնացած տապակվող բաղադրիչներին էլ կավելացնենք այս ընդհանուր համեմունքից։ Լավ է արդեն կարմրել է։ Լցնում ենք մոտ 1 լիտր ջուր։ Լավ է։ Անցնենք առաջ, նախ տեղադրում ենք նոր տախտակ, տապակն ենք դնում կրակին, քանի որ սկսել ենք հալած յուղով էլ կշարունակենք, տապակելու ենք սոխ։ Մինչ յուղը հալվում է, 2 գլուխ սոխ կտրատում ենք փետրաձև։ Սովորության համաձայն անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով, սոդայով և շատ քիչ աղով։ Չմոռանանք, որ ընդհանուր համեմունքի մեջ աղ արդեն կա։ Այստեղ կավելացնեմ նաև մի սիրելի քրքումը Մարանիկ ընկերության ուրեզդու քրքում։ Այժմ կառաջարկեմ մյուս բաղադրիչը, դա կծու ծիծակն է, այս կերակուրը պետք է շատ կծու լինի, շատ կծու, այսպես ջղային կծու։ Բայց կան մարդիկ, ովքեր չեն սիրում կծու, կարող են այս քայլը բաց թողնել։ Օգտագործեմ նաև քաղցր պղպեղ, արի դու այստեղ։ Քաղցր պղպեղը կկտրատեմ ձողիկների
Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է։ Սա էլ կտրատենք շեղակի, այ այսպես։ Մեկ ցողուն։ Իբրև համեմունք կառաջարկեմ սունկ պորտոբելլե։ Շատ մանր չենք կտրատում, այսպես ոտիկն ենք առանձնացնում, գլխիկը կտրում ենք 4 մասի, ոտիկը նույնպես։ Վերցրել եմ 10 սունկ։ Արգանակի վրայից հարկավոր է քափը հավաքել։ Անմիջապես լցնում ենք մնացած համեմունքը։ Ինձ թվում է արդեն կարելի է արգանակը քամել։ Այժմ զուգահեռ սոուսին կառաջարկեմ իբրև խավարդ փլավ պատրաստել։ Դնում ենք տապակը, տաքացնում ենք մի քանի կաթիլ բուսայուղ։ Կվերցնեմ խոզապուխտ։ Մեկ, երկու, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 շերտ խոզապուխտ կտրատում ենք ձողիկների և տապակում։ Թող տապակվի խոզապուխտը, յուղն էլ դուրս գցի, նախապատրաստենք մյուս բաղադրիչը փլավի համար, դա գազարն է։ Կվերցնեմ մեկ գազար, կկտրատեմ, կքերեմ, ժամանակ շահելու համար կքերենք մեծ անցքերով։ Սա քեզ, վերցրու, անուշար է, ընդունիր վիտամիններ, այդպես, լցնում ենք գազարը խոզապուխտի վրա, քանի որ խոզապուխտը աղ է, շատ աղ չենք ավելացնում։
մի պատխոնց, այսպես մառանիկ ընկերության ծովի աղ եւ աղացած սև պղպեղ։ Այստեղ կառաջարկեմ նաեւ մի փոքր սումախ, թթվաշություն հաղորդենք։ Մառանիկ ընկերության սումախ։ Լավ է։ Այս տապակի մեջ ավելացնում ենք միսը։ Կհամեմ ենք կարմիր կիսաանապակ գինով, մոտ 70 գրամ գինի ենք լցնում, մինչ կտաքանա, գինու ալկոհոլը հոդս կցնդի, ավելացնում ենք բրինձ, մառանիկ ընկերության ժասմին տեսակի բրինձ։ Մեկ բաժակ բրինձ ենք լցնում, խոզապուխտի և գազարի վրա։ Հենց բրինձը թափանցիկացավ, ավելացնում ենք արգանակը, փաստորեն մեկ բաժակ բրինձին, ավելացնում ենք 2 բաժակ արգանակ, տաք է, մնացած արգանակը լցնում ենք մյուս տապակի մեջ, բավական է։ Թեթևակի խառնում ենք սա։ Վրան դնում ենք կափարիչ և մարմանդ կրակի վրա, երբ մենք այնքան մինչև հեղուկը գոլոշյանա վերադառնանք այդ սոուսին, մսով սոուսին։ Սրան ավելացնում ենք 2 ճաշի գթալ աջիկա, երկու լոլիկ ենք քերում, մեծ անցքերով, երկու լոլիկ ենք քերում փաստորեն և դու ազատ ես և լցնում ենք։ Այստեղ կարծում եմ սխտորը ճիշտ տեղին է, կավելացնեմ մառանիկ ընկերության սխտորի փոշի, բացի քերած լոլիկից կառաջարկեմ նաև այսպես կտրատած չերի լոլիկներ, 6 չերի լոլիկ։ Սրանք չենք քերի, սրանք կտրատենք 4 մասի ամեն լոլիկը, որպեսզի զգացվի լոլիկը կերակրի մեջ։ Զգուշորեն տակնու վրա անենք, որ լոլիկները շատ չտրորվեն, ծածկում ենք կափարիչով, եփում ենք մոտ 7 րոպե,
Այժմ վերջին բաղադրիչը դա թարմ կանաչին է։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ մաղադանոս, համեմ եւ վերջ։ Մաղադանոս եւ համեմ։ Թարմ կանաչին կավելացնենք վերջում մատուցելիս, հենց վրան։ Դե ինչ թող եփվի փլավը, թող եփվի սոուսը, կմատուցենք միասին։ Տավարի փապկամսով սոուս։ Տավարի փապկամիսը շերտերի կտրել, շերտին սննդային թաղանթ փռել, ծեծել, ծողիկների կտրատել, յուղով տապակել։ Համեմունքի համար հատիկ սև պղպեղ, համեմի եւ մանանեխի սերմեր, ծովի աղբովել, տրորել, ծխահարած կարմիր պղպեղ, չոր ուրց ավելացնել, խառնել։ Այս համեմունքից շաղ տալ մսի ձողիկների վրա, 1 լիտր եռացրած ջուր լցնել, եփել։ Ընթացքում քափը քաշել, վերջում քամել։ Հալած յուղով սոխերածանել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով եւ քրքումով։ Սոխերածին կտրատած կծու պղպեղ, քաղցր պղպեղ, նեխուրի ցողուն, պորտոբելա սունկ ավելացնել, նախապատրաստած համեմունքի մնացորդը շաղ տալ, լցնել մսակտորները, համեմել կարմիր կիսաանապակ գինով, 2-ից 3 րոպեից արգանակ լցնել, աջիկա, քերած լոլիկ ավելացնել, համեմել սխտորի փոշիով, 4 մասի կտրած չերի լոլիկներ դնել, ծածկել, եփել 7 րոպե։ Խավարտի համար երկրորդ տապակի մեջ բուսաեղով կտրատած խոզապուղ տապակել, քերած գազար ավելացնել, համեմել աղով, սև պղպեղով, սումախով, ժասմին տեսակի բրինձ ավելացնել, 2 բաժակ արգանակ լցնել, ծածկել, եփել մինչև հեղուկը քաշվի։ Խավարտը մատուցել սոուսի հետ, վրան կտրատած մաղադանոս եւ համեմ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փապկամիս, բանջարեղեն, սոյա սոուս, հատիկավոր մանանեխ, բամբուկից շամփուրիկներ եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։